Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Հավատացյալ եղբայրը ինձ եսավ հայր բարթև։ Եթե մեծ բակի այս 40-օրյա շրջանին աղոթեմ, ապաշխարեմ, բավարար է այս ժամանակաշրջանը, որ Աստված ները իմ մեղքերս, որովհետև մեծ մեղքեր կործած եմ եւ վստահ չեմ, որ 40 օրը բավարար է, որ մեղքերս ներվին։ Սիրելիներ, ամենքս ալ մեծ մեղքեր կործած ենք։ Ամենքս ալ, եթե բահմը մեր ուսին յետևեն, մեր անցյալի կյանքը դիտենք, կտեսնենք, որ ամոթալի մեղքեր ունենք, խոցված դեղեր ունենք, զորս չենք ուզեր, որ մարդ իմանա, բայց այդ մեղքերը Աստված մեզի կներե։ Այս երիտասարդ հոգևոր եղբոր եկեղեցվո հայրերու կյանքեն երկու թրվակներ պատմեցի, զորս կուզեմ սիրելիներ ցեզի ալ պատմել, որովհետև վստահ եմ, որ ցեզ մեջ շատեր ալ այս նույն մտահոգություն եւ ցավ ունին իրենց սրտի մեջ։ Աստված բիդի ներե մեզի մեր մեղքերը։ Չէ որ սատանան մեր ականջի մեջ մշտապես գփսփսա ասելով, որ այնքան շատ են ծեր մեղքերը, այնքան մեծ են ծեր մեղքերը, որ այլևս ներվելու դեղ չկա, հետևաբար գործանած ես։ Մեծ բահոց օրերուն սիրելներ եւ ընդհանրապես Աստվածաշունչի կողքին միշտ սիրած եմ ընթերցել իմ սիրած գիրքերես մեկ եղած է հայրերու վարքի գիրքը, վարք հարանց գիրքը։ Այս գիրքը սիրելիներ հազարավոր խոսքեր ունի եկեղեցվո հայրերեն, անաբատի հայրերեն, որոնք ապրած են եւ մարդկային բոլոր փորձառությունները ապրած են գիրքերու, մեղքերու եւ այդ բոլորի մեջ են սիրելիներ Սուրբ Հոգիով սորված են եւ իրենց աշակերտներուն փոխանցած ու այսօր մեզի թե ինչպիսի կյանքով պետք է ապրենք։ Կգարտանք օրինակ այդ քրկին մեջ թե ինչպես օրմը եղբայրներն վանականներն մեկը գմոդենա հայր Բիմենին եւ անոր գսե հայր ես մեծ մեղք կործած եմ եւ գուզեմ 3 տարի ապաշխարել, ինչ կսես։ Եվ հայր Բիմենը կպատասխանե 3 տարին շատ է։ Վանական եղբայրը հարց կուտա, իսկ եթե 1 տարի ապաշխարեմ, հայր Բիմենը կպատասխանե այդ ալ շատ է։ Վանականը նորից դարձյալ գսե ով հայր, եկեղեցվո հայրերը ապաշխարության համար 40 օր նշանակած են, ինչ կսես, այդքանը բավարար է եւ ձերը կպատասխանե այդ ալ շատ է։ Եվ իզարմանս վանականին այս ձերուկ ջկնավորը հայր Բիմենը կպատասխանե ու գսե ես կհավատամ, որ եթե մեղք կործողը ամբողջ սրտով զղջա եւ այլևս չինա նույն մեղքին մեջ, ապա Աստված անոր ապաշխարությունը 3 օրվան մեջ ալ կընդունի։ Ինչս էլ գուզես սիրելներ հայր Բիմենը, այս անապատական հայրը, ասել գուզե որ օրերու թիվը չէ որում պիտի նայի դերը եւ մեզի ներում պիտի շնորհե, այլ ճշմարիտ մեր զղջումին պիտի նայի դերը։ Մեկը գրնաս սիրելներ 60-50 օր չէ, 60 օր, 80 օր, 100 օր, նույնիսկ ամբողջ կյանքի ընթացքին փուսագեր դառնալ, բայց ուղղություն անել։
միթե դերը պիտի ընդունի անոր բայցողությունը, այդպիսի բայցողություն գուզե Աստված, բարձաբես նյութական, ֆիզիկական բայցողություն, թե ոչ դերը ճշմարիտ զղջում գուզե, զղջում, վստահ եմ, որ սիրելիներ դերը ճշմարիտ զղջում գուզե։ Երկրորդ պատմությունը, որ պատմեցի, շատ ցավալի պատմություն է, ուրեմն մեղավոր մարդը, որ դժբախտաբար իր աղջկան, փարույական լլգում պատճառած էր, ապականած էր իր աղջիկը, օրմը եպիսկոպոսի մոտ կուքա եւ իր մեղքերը գխոստովանի եւ այնպիսի արցունքով, այնպիսի գուրցք ձեձելով գխոստովանի իր մեղքերը, այնպիսի հորտահոս արցունքը թափե գհարցնե եպիսկոպոսին, արդյոք զղջումով, չարչարանքով գրնամ դիրոճմե թողություն գտնել իմ այս ահավոր կործած մեղքիս համար։ Եպիսկոպոսը անոր գսե, եթե առանց գասկածելու եւ ամբողջական հոգիով ուզես ապաշխարել հանցանքներդ, Աստված կընդունի եւ մարդը աղաղակելով իր սրտի խորերեն գսե, գուզեմ, ով սրբազան, եթե նույնիսկ ինձի 1000 անգամ մահ հրամայես հանցն առնել, հանցն գարնեմ, միայն իմ մեղքերս ներվին, իմ այս ահավոր կործած մեղքս ներվի։ Եվ եպիսկոպոսը գտալով այս թշվարականին վրա, զինք իր մտքի մեջ կհամարե երջանիկ մեղավորը, որ եկած էր արցունքով, գուրցքը ձեձելով, գսե անոր, ես քեզի 7 տարի ապաշխարության ժամանակ է որ գսահմանեմ, քրա 7 տարի ապաշխարե։ Եվ այս մեղավոր մարդը հորտահոս արցունք թափելով եպիսկոպոսին գսե, ինչ 7 տարի, սրբազան, ես այնպիսի չարակորձ մեղավոր մնեմ, որ 7 տարի ինձի ապաշխարություն որ գսահմանես, անիգա ոչինչ է, թուն ես եթե մինչև աշխարի գադարածը, մինչև աշխարի վախճանը, վերջը, ողջալ ըլլամ, եւ իմ չարությունս, այս կործած չարությունս եւ անհամար մեղքերս, եթե խոստովանիմ, չէի գրնար այդ մեղքերեն սերպազատիլ, թուն ինչպես ինձ միայն 7 տարի գսահմանես ապաշխարության։ Եպիսկոպոսը անոր գսե, քնա եւ միայն 3 օր հացով եւ ջուրով բակ բահե եւ մեղքերդ պիտի ներվին։ Այս մեղավոր մարդը երբ գլսե սրբազանին այս խոսքը, գուրցքը ավելի զորեղ գսկսի ձեձել, փախել եւ աղաչել սրբազանին, որ ապաշխարության փրկություն ցույց տա իրեն։ Իսկ եպիսկոպոսը թե զարմանալով այս մարդուն ահավոր զղջումին վրա եւ թե նաեւ ուրախանալով, որ այսպիսի զղջումով եկած է իր թիմած եւ իր սիրտը բացած, եպիսկոպոսը գտարնա իրեն գսե, ոչ 7 տարի ապաշխարան քեզի եւ ոչ ալ 3 օր հացով եւ ջուրով բայցողություն քեզի, քնա միայն հայր մերը արտասանե սրդանց եւ քո մեղքերդ քեզ ներված պիտի լան։ Այդ ժամանակ գսե ուրեմն վարքարանց գիրքը, այս մարդը ուշքին սկսավ աղաղակել բարձրացայն, լացավ, արցունքով
աղաղագեց, զղջաց եւ կեդին ինգավ ու իր հոգին ավանտեց եւ գեզրագացնե վարքարանցը, որ այդ մարդը ճշմարիտ ապաշխարություն ցույց տվավ իր մեղքին համար եւ այս կյանքեն հավիտենական կյանքին փոխվեցավ։ Սիրելի քույրեր, եղբայրներ, մեծ է Աստծո ողորմությունը, անչափ է անոր կտությունը։ Աստված մեր մեղքերուն համաձայն չէ, որ մեզի կտա։ Մեր մեղքերուն համաձայն չէ, որ գահադուցան է մեզի, երբ մանավանդ կտեսնե անգեղծ զղջում։ Հիշեցեք, սիրելիներ, Հիսուսի պատմած Փարիսեցին եւ Մաքսավորին արագը Հուգասու ավետարանի 18-րդ գլխու 9-14 համարներու մեջ։ Փարիսեցին, որ ինքզինք միշտ արդար կգարձեր, Աստուծո դիմաց կանգնած ինքզինք արդարացներ, իսկ մեկ մեղավոր Մաքսավոր ինչ կներ։ Գուրծ կգծեծեր, աչքերը չեր գնար երկինք փարսացնել եւ գուրծ կծեծելով մեկ փար գսեր։ Աստված ները մեղավորիս մեղքերը։ Այսքանի մփարերը ները մեղավորիս մեղքերը։ Ամբողջ սրտով գսեր։ Եվ դեսեք սիրելներ, 40 օր չդեվեց անոր Աստուծո գոմե ընդունվելը, անոր զղջումին ընդունվելը, այլ Հիսուս անմիջապես եզրակացուց եւ ասավ. Ճշմարիտ կսեմ ցեզի, Մաքսավորն էր, որ արդարացած դուն քնած եւ ոչ թե Փարիսեցին, որովհետեւ ով որ իր անձը կփարսացնե պիտի խոնարի եւ ով որ իր անձը կխոնարեցնե պիտի փարսրանա։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, զղջումնալից սիրտ է, որ Աստված մեզ սպասե։ Եթե զղջանք մեր մեղքերը, Աստված գներե ու հավիտյան չի իշեր։ Եվ քանի համարներ ցեզի ընթերցեմ 5 դագարանեն, տեսեք սիրելիներ, թե Աստված ինչ կսե։ Նախ կգարտամ Եսայի մարգարեության մեջ Աստուծո խոսքը 40-րդ գլխու 25 եւ 26 համարներու մեջ ասած, գսե դերը ես եմ, որ քու հանցանքներդ ինձի համար գչնչեմ, ու քու մեղքերդ ալ բիդի չհիշեմ։ Միտքս ցկե, մեկդեղ թադի ելենք, թուն խոսե, որբեսի արտարանաս։ Ինչ կնշանակե թուն խոսե, խոստովանե մեղքերդ։ Թադի ելել, այսինքն նախքան հավիտենական թադը կատարվելը, դու Աստուծո թիմաց ել։ Աստուծո ադյանին թիմաց եկուր, քահին թիմաց եկուր, զղջա ամբողջ սրտովդ։ Եվ դերը գսե գներեմ ու հավիտյան չեմ իշեր։ Նույնը սիրելներ Աստված գսե Երեմիա մարգարեին բերնով գգարտամ սիրելներ դիրոց սուրբ խոսքը Երեմիա 31-րդ գլխու 33 եւ 34 համարները։ Բայց այն օրերն յետք Իսրայելի դանը հետ ընելու ուխտս ասիգա է։ Տեսեք ինչ ուխտ միտնի Աստված։ Իմ օրենքս անոնց ներսիթին պիտի տնեմ, ու զանիգա անոնց սրդին վրա պիտի քրեմ, Աստված իր օրենքը մեր սրդին մեջ դրած է։ Ես անոնց Աստվածը պիտի լամ եւ անոնք ինձի ժողովուրդ պիտի լան։ Ու անգե յետք մարդ մեր ընկերին եւ ուրիշ մեր եղբոր պիտի չսորվեցնե ասելով դերը ջանցիր։ Հաբա անոնց բզդիգեն մինչև մեծը ամենքը զիս պիտի ջանչնան։ Վասնզի անոնց անօրենությունը պիտի ներեմ ու ալ անոնց մեղքը պիտի չհիշեմ։ Ասիրներ դեր Հիսուս Քրիստոսով դե Աստված ներեց մեր մեղքը, ներեց ու հավիտյան չի իշեր։ Մեզի կմնա իրեն դառնալ։ Եզեկիել մարգարեի 18-րդ գլխու մեջ Աստված կսե սիրելիներ գգարտամ ցեզի 21-րդ համարը ուրեմն 18-րդ գլխու 21-րդ համարեն մինչև 20-րդ համարը ուրդերը գսե եթե ամբարիշտը իր կործած բոլոր մեղքերեն դառնա ու իմ բոլոր օրենքներս բահե եւ իրավունք ու արտարություն ունե անիգա անշուշտ պիտի ապրի պիտի չմեռնի անոր ըրած բոլոր հանցանքները պիտի չհիշվին
հաբա անիգա իրերած արդարությունով պիտի ապրի։ Միթե ես ամբարիշտին մերնիրը գուզեմ գսե դեր Եհովան։ Չէ որ ես կուզեմ որ անիգա իր ջամփային դառնա ու ապրի։ Եվ նույն գլխու վերջավորության Եզեկիել 18-րդ գլխու վերջավորության Աստված գսե 30-րդ համարի մեջ անոր համար ով Իսրայելի դուն ցեզ ամեն մեկը իր ջամփաներուն համեմատ պիտի տադեմ գսե դեր Աստված դարձի եկեք ու ծեր բոլոր հանցանքներեն ետ դարձեք որբեսի անօրենությունը ծեր գորուստին բաժար չլա 31-րդ համար ծերրած բոլոր հանցանքները ծեր վրայեն նետեցեք եւ ցեզի նոր սիրտ ու նոր հոգի ստացեք ինչու մերնիկ ով Իսրայելի դուն եւ վերջին համարը 32-րդ համար Աստված գսե վասնզի մերնողին մերնիլը չեմ ուզեր գսե դեր Եհովան ուստի դարձեք ու ապրեցեք ահա սիրելի եղբայրներ եւ քույրեր Աստված մեր մահը չուզեր, մեր գորուստը չուզեր, մեր հավիտենական դադարությունը չուզեր։ Անոր համար էր, որ իր որդին գրկեց աշխարհ, Հիսուս Քրիստոսը, որ մեր բոլորի մեղքերը արավ ու խաչին վրա կանգնեցավ։ Այս 40-օրյա բայեցողության շրջանը ինքզինք խոնարեցնելու ժամանակն է եւ գուրց կծեծելու։ Մեղայի քալու ժամանակն է։ Մեղայի կանք սիրելներ։ Ամբողջ սրտով Չգարձենք, որ երկար ժամանակներ պետք են որբեսի մեր մեղքերը ներվին։ Եթե մեկը 40-օրյա բայեցողությունը բռնե, միայն ջաշով եւ հոգին արժեք չդա, հոգին դարձին, զղջումին, ապաշխարության, ապա սիրելներ 40 օր չէ, 80 օր ալ բռնե, 200 օր ալ բռնե, իր մեղքերը պիտի չներվին։ Սակայն եթե այսօր սիրելի քույր, այսօր սիրելի եղբայր, ամբողջ սրտով, ամբողջ հոգիով, ամբողջ էությամբ, ձունգիկա սրդիդ մեջ եւ ասես մեղա Աստուծո, ները դեր մեղքերս, ները եւ հավատաս դիրոջ ողորմության, սիրույն, քութին այդ ժամանակ մեղքերդ քեզի ներված վիդելան ու Աստված կսե գներեմ ու հավիդյան ալ չեմ հիշեր ահա թե ինչպիսի անհուն սիրով լեցուն հայր ունենք երկնքի մեջ ուստի եղբայրներ եւ քույրեր չեդացկենք մեր զղջումը չեդացկենք ներողություն խնդրելը չեդացկենք ապաշխարենք ապա աշխարել կնշանակե ապա արցունք տապել արցունք տապենք մեր մեղքերուն համար եւ խնդրենք Տիրոջ մեզ Սուրբ Հոգին որ զորացնի մեզ այլևս մեղ չկործելու ահա նոր համար հայր բիմենը սավ վանականին ես կհավատամ եթե մարդ ճշմարիտ զղջում ուննա Աստված իրեն շուտով գները 3 օրեն գները այսինքն նույնիսկ կարճ ժամանակվա մեջ գնե այս վարգյանին դեր գները ուստի եկեք սիրելներ 40-օրյա այս բայեցողության ժամանակաշրջանը օգտագործենք որբեսի մեր մեղքերը զղջանք գիտակցենք բոլոր կործած մեղքերուն համար զղջանք եւ Աստծո մեներում խնդրենք Աստված ցես արադավես թողորտնե բարի եւ օրհնյալ օր ծեր բոլորին